Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովին 17-րդ նիստը կարևոր հարցերով Աշոտ Հարությունյանը ասում է. «Համախմբվին Գյումրիանին Արևմտյան Հայաստան Հանրապետությանը դավուժ բացասական սպասումն է, անցածը հաշվի առնելով ցեղասպանության փոխակերպում գրաված Արցախում հայերի դեմ իրականացված ցեղասպանության դատապարտման հետի պայքարող թորք ու քյուրդ մտավորական են Քեցալն ԲՊՀ։ Урфայից մինչև Արցախ ապրիլի 24-ի թազյա հայացքը հայ կնեգը ցեղասպանության զոհու հերոս ցուցադրություն Շիրակ փոս լցնելի գործեր Ախալքերակ։ 2025 թվականի ապրիլի 30-ին Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովին 17-րդ նիստն է իլել նախագահ Նելի Հարությունյանի ղեկավարությունով նիստում քննարկվալը մի քանի կարևոր թեմեր ներառյալ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին, Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ Տիկին Լիդիա Մարկոսյանին օնլայն հանդիպումը ազգային ժողովի պատգամավորների հետ։ Նիստին վաղտը անդրադարձ է իլել ապրիլի 24-ին ու 27-ի միջոցառումներին, շտեղ ներառվալն հունցը խորհրդանի դիել պաշտոնական հեռուստատեսության աշխատակիցներ անդրադարձ կատարվա մայիսի 9-ի կայանալիք Արևմտյան Հայաստան ազգային սահմանադրության ստորագրմանը մայիսի 24-ին Արևմտյան Հայաստան Հանրապետության խորհրդանի կազմավորման 100-ամյակի ազգային ժողովին երկրորդ կետումը քննարկվալ ներքին կանոնակարգի փոփոխությունն են, իսկ երրորդ կետում մայիս ամսին կայանալիք միջոցառումների կազմակերպչական հարցերը նիստան փոփալա նախագահ Լիդիա Մարկոսյանը նշելով քննարկված հարցերի կարևորությունը։ Պատմաբան ու շուշի հայրենատիրական միության նախագահ պարոն Աշոտ Հարությունյանը ընդգծել ավերհայության դեմ ցեղասպանությունն դադարելուն մենակ համախմբված պայքարի միջոցով շնորհակալություն հայտնել Արևմտյան Հայաստան Հանրապետության ղեկավարությանը հայ ազգային շահերի պաշտպանության գործի հետի։ Հարությունյանը կոչ արել միավորվել դիմակայել արտաքին ճնշումներին, շարունակել պայքարը հայ ժողովրդի իրավունքների ու Արևմտյան Հայաստանի անկախության հետի։ Տավուշ մարզում բնակիչներն անհանգստացած են սահմանազատման գործընթացի անորոշությունը։ Ոսկեպարա բնակիչ պատմաբան Նվեր Բեգլարյանը առավոտին հայտնալավեր բնակիչներն վախում են հնարավոր զիջումները ու անվտանգային խնդիրները։ Յուրանսելավը գործընթացը պիտի սկսվար կողբից ու Բերթավանից, բայց կանգ առալ առանց հստակ պատճառի։ Բեգլարյանի նսելավը Կիրանցա օրինակն էլ մարդկանց հույս չի ներշնչում։ Կիրանց մարդիկ մոտ 100 հեկտար հող են կորցրալ, ցանց չնորալ։ Իսկ Ադրբեջանը առանց զիջումների Յուրանոզյացը ստացալ։ Ինքը շեշտում ավեր խաղաղությունը միակողմանի զիջումներով կառուցվում չի։ Պատմաբանը հիշեցնում ավեր Ադրբեջանը հալամ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, չընդունելով երկրի ամբողջական տարածքային ամբողջությունը։ Յուրանսելավը ժողովուրդը թեկուզ խորությամբ հասկանալու չեն քաղաքականությունը, բայց զգում ավեր այս գործընթացը լավ բենի տանում չի։ Բաքուն Արցախը ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանությունից հետո թազյա փուլ է մտել իրագործել էթնիկ զտումների շարունակական քաղաքականություն։ Սորես արշավը ստացալ թազյա ձևեր ներկայանալա որպես զբոսաշրջության, ակադեմիական համագործակցության ու ներդրումային ծրագրերի։ Նավթադոլարները ֆինանսավորվող էքսկլյուզիվ ուղևորություն են բիդա Արցախ մենք ներկայացվում են որպես շքեղարկածներ, շտեղ հայկական քյոհնյա մշակույթը վերաապրանքավորվում է որպես ադրբեջանական, օրինակ Ժինգելավացը ներկայացվում է որպես ադրբեջանական ուտեստ։ Այս արշավների մասնակցում են միջազգային ակադեմիկոսներ, Էդվուն Վուդրո Վիլսոնի կենտրոնի ներկայացուցիչներ, ինչը լեգիտիմացնում է էթնիկ զտումների արդյունքում օկուպացված տարածքների յուրացումը։ Այս գործունեությունը վտանգավոր է, որովհետև համաշխարհային հանրության մի մասը սուս ու փուս դիտորդի կամ դաժան մասնակցի դեր է ստանձնում։ Հեղինակն են կոչ անում բոյկոտել այն ընկերությունները վերաջակցում են Բաքվին կամ զբոսաշրջություն են կազմակերպում բիդա Արցախ։ Ապրիլի 25-ին Բրյուսովի անվան համալսարանը հանդիպում այլել թորքի քյուրդ մտավորականների հետ վեր պայքարում են հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճնշման հետի։ Հյուրերը Գերմանիայից ու Շվեյցարիայից ներկայացրան նրանց գործունեությունը, ընդգծալն հայ հասարակության հանդուրժողականությունը, նաև պատասխանալն ուսանողների հարցերին ցեղասպանության ճնշման ու դրա հանդիպած մարտահրավերների վերաբերյալ։ Ապրիլի 24-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի օրը միայն պայքարը շարունակեն կարգախոսը բավարարում չի։ 2020 ու 2023-ի պարտությունը նշանցն տվալվեր պիտի թազյա ռազմավարություն ունի հիմնված պաշտպանական կարողությունների երա։ 1915-ին Ուրֆա հայերը դիմադրալ են տեղահանությանը, իսկ 2023-ին Արցախում մարդիկ արտագաղթալ են, բերօգնությունը հսալ չի։ Այս երկու տարբեր ելքերը նշանցն տվալվեր անհրաժեշտ ռազմավարական մտածողություն, ոչ միայն հերոսության, այլև ուժեղ պաշտպանության
պաշտպանության։ Հայկական մտածողությունը հապճեպ զիջումների ու խորհրդանշական ազգայնության միջև շատ փիս է իրար։ Այս մոտեցումն է սահմանափակն առանց իրական պաշտպանական ուժերի, թեզա ռազմավարությունը պիտի հիմնված լինի ոզնի պաշտպանական ռազմավարության երան, կուճիր, բայց հզոր պաշտպանական համակարգեր ավեր զսպում են հարձակողներին։ Ֆինլանդիան, Թայվանը ու մնացած երկրներն օգտագործալ նման ռազմավարություն հաջողությամբ պաշտպանելով մծ ուժերից։ Պիտի կառուցիկ ոչ միայն զինվորական, այլ նաև դիվանագիտական, տնտեսական ու տեղեկատվական պաշտպանություն ստեղծելով այնպիսի համակարգեր վեր զսպում են հակառակորդներին, այլևս երբեքը պիտի դառնա իրական երաշխիք, ոչ միայն բառեր։ Ապրիլի 30-ին Շիրակա երկրագիտական թանգարանը ՀՑԹ-ի Նուկու Մայրի պատմամշակութային արգելոց թանգարանը կազմակերպան հայ կինը ցեղասպանության զոհու հերոս խորագրավ ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրությունը բեցվելա Կումայրի արգելոց թանգարանում ժամը 12-ին ներկայացնելով հայ կնգանը դերը հայերի ցեղասպանության վախտը որպես զոհ ու հերոս։ Ցուցադրությունը ընդգծում է հայ կնգանը կեցվածքն է զոհաբերությունը, նինգել խիզախություն ու դիմադրություն ցեղասպանության պայմաններում։ Պատմական լուսանկարներն, փաստաթղթերը ու առարկեքը պատմում են այն հերոսների մասին, վեր պայքարել են հայկական ինքնության պահպանման հետի։ Այս ցուցադրությունը կարևոր քայլ է պատմության պահպանումն ու ապագա սերունդներին փոխանցելը։ Ախալքյալա քաղաքում սկսվել են փոսայի նորոգման աշխատանքներ։ Սոր ապրիլի 30-ին Ազատություն փողոցում իրականացվում են փոսալցման գործեր, տեղում գործունանում ճանապարհաշինարարները։ Իրականացվող գործերին տեղում հետևում է քաղաքապետարանի ներկայացուցիչ Արտուր Հովհաննիսյանը։ Հյուրանոցելավը փոսայի նորոգման գործերին իրականացվելու սաղ քաղաքում է։ Փողոցների որոշ հատվածներ կամ վեր ամբողջությամբ պիտի հանին ճանապարհի ասֆալտե շերտը, հատվածներ կամ վեր պարզապես փոսալցման գործեր պիտի արվե։ Հարկ անշել վերսույն գործերի էլեկտրոնային մրցույթը հաղթալ Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը։ Աշխատանքների իրականացման ընդհանուր գումարը կազմում է 1.350.000 լարի։ Ախալքյալաքյուն փոսային նորոգման էլեկտրոնային մրցույթը կայացել է մենակ 3-րդ փորձից։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։